Թե միայն կցենք գործի նյութերին։ Շնորհակալ եմ բարձր դատարան, առաջնային խնդրամասը հենց կցելն է գործի նյութերին, միտքը հետևյալներ, եթե դատարանը գտնում է, որ կա նման անհրաժեշտություն, կարող էր նաև հենց այդ հարցը եւս քննարկման առարկա դիտարկել, այսինքն առնվազն մենք որպես միջնորդող դրա դեմ առարկություն չենք ունենա, սա ենք ուզում ընդգծել, բայց նաև երկրորդ մաս էլ կար բարձր դատարան ֆինանսների նախարարությունից որոշակի մենք երթով գնում ենք, եթե չհրապարակվի այդ միջնորդությունը, դուք մեզ կասեք, լավ։ Շատ լավ։ Ուրեմն արգելի գործընկերներ, միջնորդության մասով ունենք առաջարկություն կամ դիտարկում կամ արծ կողմերն ունեն որևէ դիտարկում։ Ես հետևյալ առաջարկություն եմ ներկայացնում, միավորված գործով որպես ապացույց ունեք։ Բարձր դատարան, չգիտեմ, հնարավոր է պայմանով միջնորդություն ներկայացնել թե ոչ, միջնորդում եմ դատարանի կողմից այս միջնորդության բավարարման դեպքում ներգրավել նաև անկախ փորձագետ, որը գնահատական կտա ներկայացված նյութին դրա արժանահավատությանը, որովհետև ամեն դեպքում կողմից է ամենայն հարգանքով, բայց կարծում եմ, որ այն տվյալները, որոնք կարող են հիմք հանդիսանել բարձր դատարանի որոշման համար, պետք է անկախության այդ եզրակացություն ներկայացնող անձի անկախությունը որևէ կասկած չհարուցի, իսկ դա կարծում եմ հնարավոր է միայն այն պայմաններում, երբ որ անկախ մարմնի այն տվյալ դեպքում բարձր դատարանի կողմից կներգրավվի անձը, որի տված տվյալները կարող են հիմք հանդիսանալ դատարանի համար։ Շնորհակալություն։ Եթե միջնորդությունը կմերժի, ըստ այդմ չկա նման անհրաժեշտություն։ Շնորհակալություն։ Այսինքն ձեր կատարած պայմանով կատարված միջնորդություն է։ Բարձր դատարան անխուսափելի է դա, եթե կարամ ոչ պայմանով ներկայաս, եթե այդ փորձագետի ներգրավումը Ես ինչի համար ես ուզում եմ մենք դատավարականացնենք, պարոն Գրիգորյան, այսինքն եթե դուք հիմա միջնորդություն եք ներկայացնում, ամեն ինչ պետք է իր ձևն ունենա, մենք սրա վերաբերյալ դեռ որոշում չենք կայացրել։ Շատ բարի։ Գուցե մենք սրա վերաբերյալ որոշում կայացնենք, նոր դուք ձեր միջնորդությունը կներկայացնեք, եթե այդպեսին կլինի։ Խնդիր չկա։ Շատ բարի հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ այս միջնորդությունը եւ պայմանական երկու միջնորդությունները մենք եւս քննարկենք աշխատակարգային նիստի շրջանակներում, եթե առարկություն չկա։ Շնորհակալություն։ Ուժեղ Հայաստան Ներքին գործերի նախարարությունից այլ իրավասու մարմիններին զուգահեռ պահանջել տեղեկատվություն 2021 եւ 2026 թվականին կազմակերպված համապետական ընտրություններին տեղամասային կենտրոնների հասցեների համեմատության վերաբերյալ։ Մեկ վարքյան դատավորները ունեն միջնորդության հետ կապված հարց կամ դիտարկում ոչ։ Կողմերը, խնդրեմ ներքին գործերի նախարարություն ներկայացիչ, ջան։ Չէ, իրենք հենց միջնորդություն ներկայացնող են, եթե հարց ունենանք, մենք կտանք հարց։ Հիմա պետք չի ոչ մի դիրքորոշում, համեցեք։ Բարձր դատարան հաշվի առնելով, որ արդեն իսկ ստացել էինք, այս ուղղությամբ աշխատանքը սկսել ենք, ուղղակի կցանկանայի, եթե միջնորդությունը բավարարի, որպեսզի կարողանանք կարճ ժամանակում դատարանին տրամադրել այդ տեղեկատվությունը, ուղղակի կցանկանայի մի պարզաբանում ներկայացնել, թե ինչ աշխատանքի մասին է, որովհետև այն տեքստուալ ձևակերպումը, որ տրված էր, կարող է չհամապատասխանել վերջնարդյունքին։ Ինչի նկատի ունեմ, մենք ունենք 2021 թվականի ընտրատեղամասերի հասցեները եւ ունենք 2026 թվականի ընտրատեղամասերի հասցեները։ Մենք կարող ենք ուղղակի համադրում իրականացնել եւ չհամընկնող հասցեների քանակ դուրս բերել եւ տրամադրել, որովհետեւ այլապես հնարավոր չի այդ երկու ուրեմն տվյալների խմբերի հետ աշխատանք կատարելը, որովհետև այդ ընթացքում տեղի են ունեցել համայնքի խոշորացումներ եւ այլն, այլապես պետք է հատ-հատ յուրաքանչյուրը ուրեմն համընկնումը համադրվի, դա կարող է բավականին երկար ժամանակ տևել, մենք ընդամենը երկու ցանկերը կվերցնենք եւ դրանց տարբերությունները կկարողանանք ներկայացնել ի պատասխան այս միջնորդության, եթե դատարանը բավարարի միջնորդությունը։ Բարձրաբանման կարգով։
կարելի է աշխատանքային առաջարկել, եթե որպեսզի ավելի պարզեցվի, հասկանում եմ ինչի մասն է խոսքը, ուղղակի վերցնենք ընտրատարածքները, 38 ընտրատարածք ունենք, ըստ ընտրատարածքների համադրված գնան, եթե հասցեական տարբերություններ կա ու առավել եւս այն դեպքեր, որ կոնկրետ տեղամասային կենտրոնի հասցեն է փոփոխվել, համադրությունը ներկայացվի։ Թույլ կտակ պարզաբանել, բարձր դատարան, մենք համարակալումները չենք կարող հաշվի առնել այս պարագայում, Տիկին Մելոյան, այլ հաշվի ենք առնում զուտ հասցեները, հենց դա էլ փորձում էի նկարագրել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այլ դիրքորոշումներ կան, արգելի գործընկերներ չկան, այդ դեպքում արգելի դատավորներ առաջարկում եմ այս միջնորդությունը եւս քննարկել աշխատակարգային նիստի շրջանակներում, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք միջնորդություն կենտրոնական ընտրական հանձնաժողովից տրամադրել տեղեկատվություն փակ ցուցակներով ընտրողների տեղամասային կտրոնների համարների եւ ընտրողների թվի վերաբերյալ ըստ տեղամասային կենտրոնների։ Դատավորները ունեն հարցեր միջնորդության հետ կապված, չունենք հարցեր։ Կողմերի ներկայացուցիչները ունեն միջնորդության հետ կապված հարցեր կամ դիրքորոշումներ, չունեն, ունեք պատասխանող կողմ։ Մենք բարձր դատարան ճիշտն ասած ընտրողների համարների ես խնդրեի, որ դիմումատուն մի փոքր հստակեցնի, որտեվ համարներ ասվածը դա եթե զորամասում կազմված ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների հերթական համարների մասին է խոսքը։ Ոչ, Տիկին Հովհաննիսյան, այնտեղ որ գրության մեջ, եթե միջնորդությունը չի ներկայացվել, նշված է ըստ տեղամասային կենտրոնների համարների, այսինքն որքանով ըստ կոնկրետ տեղամասային կենտրոնի, որքան փակ ցուցակով գրանցվող ընտրող է առկա, որպեսզի համադրելիությունը հնարավոր լինի ապահովել։ Եթե բարձր դատարանը Բարձր դատարան, եթե ես ճիշտ եմ հասկանում, զինվորները ըստ տեղամասերի, թե որտեղ պետք է քվեարկենք, բարձր դատարան, եթե ես չեմ սխալվում, այն տեղեկատվությունը, որ պահանջել եք գաղտնի ձեզ ներկայացվել, ըստ էության ոնց հասկանում եմ, այդ տեղեկատվության մասն է խոսքը։ Եթե ասենք այսօր գաղտնի նիստեր կունենանք, նպատակն է ուղղակի քանակապես, ոչ թե անվանական անհատապես ունենալ տվյալ, այլ քանակապես, որ տեղամասում, այո, որքան քվեարկող է եղել։ Շատ բարի, շնորհակալություն, արգելի գործընկերներ, առաջարկում եմ այս միջնորդությունը եւս քննարկել աշխատակարգային նիստով եւ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել կտրոնների եւ ստորագրությունների թվերի անհամապատասխանության մասին տեղեկատվություն։ Պարգելի դատավորներ հարցեր ունեք Հարց ունեք։ Ես կուզենայի իմանալ, եթե դուք կենտրոնական ընտրական հանձնաժողով գնայիք եւ փորձեիք ես մտահոգող հարցը իրենց հետ բարձել, նման հնարավորություն չունեիք դուք։ Տիկին Սաֆարյան, անկեղծ ասած, հենց անձամբ ես կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ մի շարք տասնյակ հարցեր աշխատանքային ռեժիմով հնարավորինս օպերատիվ փորձել ենք փակել, հիմա տվյալ զարգացումները առնվազն օրինակ եւս մեկ քաղաքական ուժի 150 ձայնի համատեքստում չենք կանխատեսել եւ հիմա գտնվում ենք տվյալ քննության փուլում եւ քանի որ համատարած արկա են եղել անհամապատասխանություններ, հանուն արդարության նշենք, որ դա որպես կանոն մշտապես լինում է, բայց ըստ տեղամասային կենտրոնների մինչև 10 եւ ավել հասնող անճշտություններ, անհամապատասխանություններ կա, հետեւապես կրկին հասկանալու համար կոնկրետ տեղամասային կենտրոնների վրա այդ անհամապատասխանությունների ազդեցությունը եւ քանակը խնդրում ենք ընդհանուր պատկեր։ Շնորհակալություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները ասելիք ունեին։ Պարոն Հովհաննիսյան։ Բարձր դատարան, ըստ էության այդ ձեր ասած անհամապատասխանություն, անդադ ասում եք հարգելի դիմողները խոսում են անճշտության տվյալի մասին, որը որ ընտրական օրենսգրքով ունենք անճշտության երկու տեսակ, առաջին անճշտություն, երկրորդ անճշտություն եւ այն 4331 անճշտությունների մասին ըստ տեղամասերի տվյալները հետաքրքիր տրամադրենք, մենք դա պատրաստում ենք ներկայացնել ըստ տեղամասերի, այսինքն այդ վիճակագրությունը թե մեկ անճշտություն քանի տեղամասում է
2 անճշտություն քանիսում եւ 4 տեղամասում դիմողը որ բարձրացան այն 4 տեղամասը դրանք այն տեղամասն որոնք ամենամեծ անճշտություն ունեն 11, 14, կարծեմ 18, այսինքն 4 տեղամասում կա որ մեծ թիվ է 3 անվավերները չհաշված։ Մնացածում դա այդ ամբողջ տվյալը մենք այսպես թե այնպես ներկայացնելու ենք այդ վիճակագրությունը։ Այո, պարոն Հովակիմյան, քանի որ կան անճշտություններ, բարձր ինչ իմաստն է խոսքը, ուղղակի նպատակն է ըստ տեղամասային կենտրոնների եւ էլի համալիր պատկերը, որպեսզի այս բոլոր տվյալների արդեն արկայության պարագայում կարողանանք համադրելիությունը, հա, ըստ տեղամասերի խախտումների քանակի հստակ ունենանք։ Շնորհակալ եմ։ Բարձր դատարան, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված այդ աղյուսակում դիմողի պահանջող տեղեկատվությունը կա, դա անճշտությունների գումարային Տիկին Հովանեսյան, հա, պարզաբանեցի, որ նպատակը ըստ տեղամասային կենտրոնների է, նպատակը այն է, որ դուք համալիր եք ներկայացնում անճշտությունների։ Տիկին Մելոյան ջան, գրված է 1-ի 1 տեղամաս, ամբողջ թվերը ամենավերջին գրած անճշտություն։ Եթե միջնորդությունը չի տրամադրվել, միջնորդության մեջ հստակ դուք համալիր անճշտություններն եք նշել։ Իմ խնդրանքը կոնկրետ օրինակ մասնակիցների թվի եւ ստորագրությունների պակասի համադրության անճշտության մասին է, որովհետեւ այս ընտրական գործընթացին մենք սովորականից ավելի շատ ահազանգեր ենք ստացել, որ չի համապատասխանել մայիսյանի ստորագրությունների թվաքանակը անճշտություններին, արկա կտրոնների քանակին։ Բարձր դատան կարելի։ Կամեցի։ Տիկին Մելոյան ջան, վերջնական արդյունքների աղյուսակավորումը, որ հրապարակված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, այնտեղ ըստ տեղամասի ներկայացված է որտեղ կա անճշտություն, որտեղ չկա անճշտություն եւ եթե կա անճշտություն, քանի անճշտություն։ Եթե ձեզ հարկավոր է որպեսզի տանք առաջի անճշտություն, երկրորդ անճշտություն տարբերակման, այո դա էլ կտանք։ Տեսակավորումն եմ նշել, որ տեսակի անճշտություններն ենք խնդրում տրամադրել, այո, դրա համար պատահական չի ընդգծում եմ, համալիր է ներկայացված, տեսակավորված խնդրում ենք տրամադրել ըստ տեղամասային կենտրոնների, շնորհակալ եմ։ Լավ, շնորհակալություն, մեր համար պարզ է Միջնորդության օրինակը ստացել ենք, իմ տպավորությունը անճշտությունները չէր պահանջվում, այլ պահանջվում էր Գրանց Համատյանի ստորագրությունների համադրումը, չի համարվում անճշտություն, ոչ, դա չի համարվում անճշտություն, Գրանց Համատյանի ստորագրությունների քանակի եւ քվեարկած անձանց տարբերության մասին։ Բարձր դատարան այդ դեպքում թույլ տվեք ես էլ արտահայտվեմ, դա չի համարվում անճշտություն համապատասխան օրենսդրության իմաստով, անճշտությունները այս աղյուսակի մեջի տվյալների իրար համադրման արդյունքում է տեղի ունենում։ Ես ի սկզբանե միջնորդության իմաստը հասկացել եմ առայն, որ Գրանց Համատյանում են, որ ամեն մեկը ստորագրում է, քանի հոգի է ստորագրվել, այդ ստորագրությունների հաշվարկը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովը իմ հասկանալով որևէ ձևով չի իրականացնում ընդհանրապես։ Եվ գտնում ենք, որ դա պետք է իրականացվի։ Գործընկերները հստակ պնդում են արել մինչև 27,000 տարբերության մասին, այսինքն կա 27000 քվեարկող, որը որևէ տեղ չի ստորագրել, ինչը նշանակում է, որ եթե ապացույցներով հետազոտված չհաստատվի, որ այդ 27000-ը ստանում են որևէ բացատրություն կամ չհերքվի այդ 27000-ի գոյությունը, ապա պետք է համարենք, որ 27000 հոգի առանց ստորագրելու քվեարկել են, ինչը նշանակում է, որ այսպես կոչված բանի տերմինոլոգիայով մահացած հոգիներ կամ ոնց է այսինքն մարդիկ են ովքեր ստորագրել են, բայց գոյություն չունեն։ Խոսքը չի գնում անճշտությունների մասին։ Անճշտությունը դա այդ ապարատի տպած բյուլետենների, այդ բաների, կտրոնների ու բանի տարբերությունն է։ Ես իմ դիրքորոշումը այսօր խնդրում եմ միջնորդությունը բավարարել, միանում եմ։ Բարձր դատարան, ես ուզում եմ ընդգծեմ, որ այդ 27700 կամ 27000 հերքվել է։ Եվ ավելին, նաև այդ փակ մասով մի մասն էլ վերաբերվում է այդ այսպես ասած ստորագրությունների չհայտնաբերված ստորագրությունների խնդրին նաև։ Այսինքն այդ խնդիրը
Շնորհակալություն։ Մի քիչ դատարանին թողեք աշխատել ուտեղ։ Կարելի է մի խնդրանք էլ էլի, քանի որ ստորագրված ցուցակներում հրապարակված ես չեմ բարձրաձայնել, բայց նպատակը միջնորդության նաև այն էր, որ արկային բացակայող էջեր ըստ էության ըստ տեղամասային ընտրատարածքների, հետևաբար նաև այս խնդիրը համալրելու նպատակել էր հետապնդում միջնորդությունը։ Երրորդ անձի ներկայացուցիչն էլ ասելիք։ Կարելի է մենք դիտարկում անենք մինչև երրորդ անձի ներկայացուցիչ։ Մինչև երրորդ անձի մոտենա, այդքան կարճ խնդրեմ։ Այո։ Տիկին Մելոյան, դուք որպես ուժեղ Հայաստան, թե եթե չեմ սխալվում, Հայաստան դաշինքներ բերեք 340 տեղամասերի ցանկ, ճիշտ է, ընտրողների ստորագրությունների հետ համադրելով։ Դուք չեք եղել, ուժեղ Հայաստանն ա եղել։ Հիմա ձեր մոտեցումը նախ պարոն Օրբելյանը այստեղ ինչ որ բաներ են հնչեցնում եւ մենք չենք կարողանում արձագանքել։ Ինչա նշանակում այդ թվերը չեն հաշվել, Ժողովուրդ ջան, այդ ստորագրությունների թիվը բոլոր տեղամասերում մասնակիցների թվերն են։ Ընտրողների ստորագրած ցուցակների սկանավորումները ԿՀ-ի կայքում հրապարակված են։ Մի բան է, որ կողմերը իրենք չեն արել կամ չեն ուզեցել անել, ու հիմա անընդհատ դիմող կողմերը տարբեր դիրքորոշումներ են հայտնում։ Բարձր դատարան, ու մենք որովհետև չեն կարող։ Եթե դատարանը կորոշի բավարարել, խոսել այդ ամեն ինչը ասեցին, հաստատեցին, գնացին առաջ, տենց չի։ Անցանք 1 վայրկյան։ Միջնորդության Ես խնդրում եմ, պետք չի աղմուկ, նստեք, խնդրեմ, նստեք։ Երրորդ անձի ներկայացուցիչ Պարզ է, մենք ունենք միջնորդությունը, մենք լսել ենք ձեր կարծիքները, պետք չի անընդհատ կրկնել։ Երրորդ անձի ներկայացուցիչ, խնդրեմ, համառոտ։ Բարձր դատարան, ես կարծիք եմ արտահայտում այն միջնորդության վերաբերել, որը Տիկին Մելոյանը ներկայացրեց, ենթադրում եմ իրենք ամենալավը գիտեն ինչ են միջնորդել, ոչ թե այն ձևակերպման մասով, որը պարոն Օրբելյանը պարզաբանեց։ Եթե ես ինչքանով հասկացա, Տիկին Մելոյանը ասում է կա անճշտությունների թիվ այդ Excel-ի մեջ, պայմանական ինչ որ X տեղամասում 4։ Ուզում եմ իմանամ այդ 4-ը առաջին ու երկրորդ անճշտությունները ինչքան է եղել, ասենք, մեկը եղել է 1, մյուսը եղել է 3, թե հակառակը։ Այդ երկուսը իրար բաժանած է ուզում։ Իմ կարծիքով դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև այդ անճշտությունների հաշվարկման համար բոլոր երակետերը այդ նույն Excel-ում կա, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջվում է, որ արդեն իսկ արկա, ասենք, երկու տվյալը, որ պետք է իրար համադրեն, որը ընտրական օրենսգրքում հստակ նկարագրված է, առաջին անճշտությունը ոնց է հաշվում, երկրորդը ոնց է հաշվում, այդ բոլոր անհրաժեշտ երակետերը այդ Excel աղյուսակում կան։ Հիմա միջնորդության էությունը որն է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով գնա երկու թիվ գումարի իրար, որը մենք էլ հայտնի է որն է, մենք էլ կարանք գումարենք, բայց չենք ուզում գումարենք, գնա դու գումարի, բեր մեզ պատրաստի տուր։ Ինձ թվում է նման միջնորդություն ենթակա չի բավարարման։ Եթե կարելի է, քանի որ միջնորդության մեկնաբանություններ են տեղի ունենում, հստակ ցիտեմ ընդամենը մեկ նախադասություն է, ըստ հաշվի առնելով, որ ըստ տեղեկատվության հարյուրավոր տեղամասային կենտրոններում էլեկտրոնային սարքերով տրամադրված կտրոնների կենտրոններում եւ մատյանում ստորագրությունների թվերը չեն համապատասխանել, խնդրում եմ պահանջել ԿՀ-ից անհամապատասխանությունների թվաքանակը ըստ տեղամասային կենտրոնների, որտեղ առկա են այդպիսի անհամապատասխանություններ, պարզ տրված է խոսքը, տեսեք ինչու է խնդիրը, որ մենք հասանելիություն չունենք պարոն Գրիգորյան, այստեղ խնդիրը գնում է ստորագրված մատյանների, ստորագրությունների եւ տրամադրված կտրոնների թվականակի անհամապատասխանության եւ ստորագրված ցուցակները ոչ ամբողջական են, հասանելի չեն, որպեսզի մենք կարողանանք վերստուգենք։ Տիկին, շնորհակալություն, խնդրեմ, դուք էլ եւ համառոտ, մեր համար պարզ է, պարոն Գրիգորյան։ Մենք միջնորդությունը ունենք։ Խնդրեմ, Շատ համառոտ։ Ես ինքս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում 8-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում 1-2 օր մասնակցել եմ վերահաշվարկի գործընթացին եւ վերահաշվարկի ընթացքում կտրոնները եւ ստորագրությունները չէին հաշվարկվում ի սկզբանե, նույնիսկ խնդրեցինք ինչ-որ մի պահի բերեցինք կարճ ժամանակահատված երկրորդ օրվա առաջին կեսին սկսեցինք հաշվարկ իրականացնել, որը բավական ծանր գործընթաց էր, այդպես եւ միշտ անհամապատասխանություններ էին լինում, եւ որպեսզի քվեաթերթիկները զուտ հաշվարկեն եւ ավելի արագ լինի process եւ ավելի արագ առաջ գնան, կրկին որոշվեց, որպեսզի այդ կտրոնների, նկարով կտրոնների մասն է չէ խոսքը, եւ ստորագրությունների հաշվարկ չիրականացվի։ Եվ մեր գործընկերները, ովքեր ներկա են եղել այլ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում հաշվարկին, պարբերաբար ականատես են եղել ինչ-որ թերթերի բացակայության, որտեղ
այդ ստորագրությունների հաշվարկն իրականացվել է։ Ուզում եի ձեր ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա եւ երկրորդ էլ միջնորդությանը, որ այո, նմանատիպ միջնորդությունը անհրաժեշտ է բավարարել եւ հաշվարկ իրականացնել։ Շնորհակալ։ Շնորհակալություն եւ հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ դուք էլ ասել եք ում։ Շատ խոսվել է վերահսկողական մեխանիզմների մասին, այդ մեխանիզմների շրջանակներում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված մատյանները ձեռքով, այսինքն մարդու կողմից, ոչ տեխնիկայի կողմից համեմատվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակված այլ տվյալների հետ։ Արձանագրվել է 27000-ի մոտ ստորագրությունների բացակայություն։ Բացատրությունների խոսքով էլ անդրադարձա, որ ԿՀ-ի պարզաբանումը, որ այդտեղ կան գաղտնի ցուցակով ստորագրողներ, կարող է ընդունել լինել, որտեղ հասկանալ է տրամաբանություն կա, բայց միևնույնն է, ենթադրյալ գաղտնի թվով քվեարկողների ու այս թվի մեջ կա շատ մեծ տարբերություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր բացատրության մեջ մատնանշել է, որ իբրև թե մեր ներկայացրած տվյալները սխալ չեն, որոշակի նոր տվյալներ է գրել, ասել է, որ ստուգել ենք մենք էլ այս տվյալների իրականություն չեն համապատասխանում, մենք էլ վերջի 2 օրը ստուգում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի տված նոր տվյալները եւ կրկին դրանք նույնպես չեն համապատասխանում։ Հիմա Տիկին Մելոյանի միջնորդությունը նաեւ մեր դիմումի կետերից մեկին է վերաբերվում եւ ես միանում եմ այդ առումով միջնորդությանը, միևնույն ժամանակ ուզում եմ բանավոր միջնորդություն ավելացնել այս հարցին։ Իրականում ամբողջությամբ չեմ պատկերացնում առաջարկի ձևով եմ ներկայացնում, որպեսզի բարձր դատանին ազատենք տեխնիկական հաշվարկի ու ընդհանրապես այս հարցի քննարկումից ես առաջարկում եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մեր շտաբը եւ սահմանադրական դատարանը 1-2 աշխատակից ներկայացնելով ստեղծենք ինչ-որ աշխատանքային խումբ, ովքեր այս թվերը, ինչ մենք քննում ենք process-ը կդնան իրար հետ կհաշվեն։ Որովհետև այլ եղանակ ես չեմ տեսնում։ Մենք ներկայացնում ենք տվյալներ, ասում ենք, ստեղ խնդիր կա, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասում է, չէ, մենք ստուգել ենք չկա, մենք էլ ստուգում ենք, ասում ենք, չէ, կա։ Այս հարցի լուծումը ի վերջո ունենալու համար ես առաջարկում sense մի տարբերակ մտածենք, որպեսզի բարձր դատան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այս միջնորդությունը եւս քննարկել աշխատակարգային նիստի շրջանակներում։ Շնորհակալություն։